Ողջույն ձեզ սիրելի բարեկամներ։ Երևի նախորդ ձայնագրություններից գիտեք, որ արդեն մի քանի օր է Սան Ֆրանցիսկո քաղաքում եմ գործի բերումով եւ այսօր երեկոյան մի քիչ ազատ ժամանակ ունեի, վաղը մեկնում եմ ետ արդեն տեսա, որ ինտերնետում մոտակայքում կա ուղղափառ եկեղեցի։ Կիրակի օրը գնացել եմ մեր հայ առաքելական եկեղեցին, որը հեռու է այստեղից, բայց տեսա, որ կա ուղղափառ եկեղեցի, ուզեցի քայլեմ նայեմ եւ մտածի աղոթ կանեմ։ Իհարկե ժամը արդեն երեկոյան 7-ի կողմերն է, դուռը փակ է, բայց մեկ է տեսնեմ եկեղեցու պատին այս գեղեցիկ Տեր Հիսուսի սրբապատկերը եւ ուզեցա, որ ձեզ է ցույց տալ եւ այս եկեղեցին ինքը շատ կարեւոր խորհուրդ ունի եւ ուզում եմ, որ դուք էլ իմանաք, թեև հայ առաքելական եկեղեցի չէ, այլ ռուս ուղղափառ եկեղեցի։ Հիմա եկեք միասին նայենք մոտիկից։ Ահա եկեղեցին, տեսնում եք ծառերի ինչ երևում խաչը, ինքը ռուս ուղղափառ եկեղեցի է Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Դուռը փակ էր, բայց այս գեղեցիկ սրբապատկերը ինձ շատ տպավորեց։ Ես ուզեցա, որ ձեզ ցույց տամ։ Այդ կարմիր կետը, այդ դեղին լուսավոր կետը, որ դուք տեսնում եք, դա լուսինն է հետևում, երևում է։ Եվ տեսեք ինչ է գրված։ Գրված է Աստուծո փառքի համար ամերիկյան ուղղափառ եկեղեցի Սուրբ Երրորդություն Սվյատո-Տրոյցկի կաֆեդրալնի собор առաջի ուղղափառ եկեղեցական ծուխը Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ հիմնադրվել է 1857 թվականին եւ այս վայրում է 1909 թվականից եւ գրված է տակում ներքևում Փառք Աստուծո ամեն ինչի համար։ Բայց այս սրբապատկերի համար ուզեցա, որ ձեզ հետ կիսեմ այս պատմությունը եւ գիտեք, մեր Սուրբ Գրիգոր Նարեկացին մի շատ գեղեցիկ աղոթք ունի Մատյան ողբերգության մեջ, Նարեկի մեջ, որ կոչվում է Որդի Աստուծո։ Եվ այդ աղոթքը ամեն երեկո մեր հայ առաքելական եկեղեցում ասվում է հանգստյան ժամերգության ժամանակ։ Շատ սիրված աղոթք է, եթե չգիտեք, փնտրեք, գտեք Նարեկացի Որդի Աստուծո։ Ճիշտ ասած հիմա անգիր չեմ հիշում, թե որ գլուխն էր, որ բանն է 50-ներ, 51-ներ, թե 90-ներ, չեմ հիշում, ներողություն եմ խնդրում։ Բայց ահա աշխարհաբար թարգմանությունը, եկեք միասին ասենք։ Հանուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սրբո ամեն։ Որդի կենթանի Աստուծո, օրհնյալ ամենայնի, ամեն ինչում, ահա որ Հոր անքննելի ծնունդ, որի համար չկա անկարելի ոչ մի բան։ Երբ քո փառքի ողորմության աստղեր նշումները ծագեն, հալվում են մեղքերը, հալածվում են դևերը, ջնջվում են հանցանքները, խզվում են կապանքները, խորտակվում շղթաները, կենթանանում են մահացածները, բժշկվում են հարվածները, ողջանում են վերքերը, վերանում է ապականությունը, տեղի է տալիս տխրությունը, նահանջում են հառաչանքները, փախչում է խավարը, մեկնում է մշուշը, մերժվում է մառախուղը, փարատվում է մռայլը, սպառվում է աղջամուղջը, վերանում է մութը, գնում է գիշերը, տարագրվում է տագնապը, չքանում են չարիքները, հալածվում է հուսահատությունը եւ թագավորում է ձեռը քո ամենակար քավիճ ամենայնի։ Որ չեկար մարդկանց հոգիները կորուստյան մատնելու, այլ փրկելու, ներիր ինձ իմ անթիվ չարիքները քո բազում ողորմությամբ։ Քանզի դու միայն ես երկնքում անճար եւ երկրի վրա անզննելի, գոյության տարերի մեջ եւ աշխարհի բոլոր ծագերում, ամեն ինչի սկիզբը եւ ամեն ինչի մեջ ամբողջ լռումով օրհնյալ ես բարձունքներում եւ քեզ Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին Փառք հավիտյանս ամեն։ Սիրելի բարեկամներ, ապավինեք Տեր Հիսուս Քրիստոսին, ապավինեք Աստուծո Որդուն,
փառք Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին մեր Փրկիչ եւ Տեր Աստծուն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն